Տևական ժամանակ է, ինչ մարդկությունը լայնորեն օգտվում է օնլայն խանութներից, գնումներ կատարելով ինտերնետից։ Այս երևույթը աստիճանաբար դարձել է ժամանակակից կյանքի անբաժան մաս։ Օնլայն հարթակները հնարավորություն են տալիս ընդամենը մի քանի սեղմումով ընտրել և պատվիրել անհրաժեշտ ապրանքը, առանց տունը լքելու։ Հատկապես մեծ պահանջարկ ունեն բոլորիս հայտնի հարթակները Թեմուն, Վալբերիզը, Օզոնը, որոնք աչքի են ընկնում ապրանքների լայն տեսականիով և մատչելի գներով։ Վերջերս շատ ակտիվացել են սոցցանցերում պատվերներ կատարելը Թեմոն, Վայբերիս, Օզո։ Ճիշտ ասած, Վալբերիսին ու Օզոյին չեմ օգտվի, իսկ Թեմոյին կօգտվեմ շատ ձեռնդու է ու շատ որակով ապրանքներ կան։ Թե ստեղած խանութներուն կառնես 60 լարի, բայց դինորով կառնաս 10 լարի զակաց տաս, փերես ինչ որ կուզես։ Թե շոր է, թե կոշիկ է, թե ասենք ամանորյա ամեն ինչ է, ծամերային հագուստ է, ամեն ինչը թեմով կռնաս զակաց տա։ Ուղղակի թեմոյով պետք է ճիշտ օգտագործես։ Մարդիկ կան որ շորերը զակաց կտան, երկար գալի, կարճ գալի, բայց ըստ ինձ շատ ծերնդու բան է ժողովրդին համար։ Համ շորերը որակով են, համ էլ գաները շատ քիչ են։ Վերնոր մեր ժողովրդին համար ամենակարևոր բանն է երիկ։ Թող շարունակական ալի չփակվի, Վալբերիսն ակսենով շատ լավ է, որովհետև այնտեղա շատ զակացներ կուտան ու այնտեղա որակով ապրանքներ կան։ Իսկ մյուս սայթը բաբշի տեղեկություն չունի, որսեմ լավ է թե վատ է։ Իսկ այդ երկուսը ինձ համար շատ լավ է, թող շարունակական ալի ժողովուրդն ինչ որ կուզե իրենց սերտով նառնի։ Չնայած օնլայն խանութների հարմարավետությանը և ցածր գների, մարդկանց մի մասը շարունակում է նախապատվություն տալ ֆիզիկական ներկա խանութներին։ Շատերի համար կարևոր է ապրանքը տեղում տեսնելը, շոշափելը և որակի մեջ համոզվելը։ Մյուս կողմից օնլայն գնումների կողմնակիցները նշում են, որ նույն ապրանքը հաճախ կարելի է ձեռք բերել զգալիորեն ավելի մատչելի գնով, ինչը հատկապես կարևոր է այսօրվա տնտեսական պայմաններում։ Այո, իհարկե, այդ սայթերը բացվելուց հետո կզգացվի, որ մեր խանութներում, այսինքն Բագդանովկայի խանութներում առևտրի քիչ տարբերություն կա արդեն, դե շատ մարդիկ օգտվեն սայթերից, ապրանք զակաց կտան կառնեն, բայց դե էլի ինչ որ ապրանքներ կա, որ խանութներ են գնեն, օրինակ իմ քովս, իմ գնորդներից շատ շնորհակալություն եմ հայտնում, որ միշտ կան քովս կառնեն։ Էման ապրանքներ կա, որ օրինակ խանութներում գնեն, այդ ապրանքը սայթերում չկա, ասենք կամ տարբերություն կա, այն որ ասենք մինչև ապրանքը չտեսնեմ ես, որակը չտեսնեմ, չեմ առնել, այդպես շատ մարդիկ այդպես կմտածեն, էլ օրինակ ես ինքս կեղնի որ էլի զակաց կուտայի, բայց կուքար այն ապրանքը չէ, որակը նույնը չէ, բայց որ կերտամ ես ինքս կբերեմ, մինչև ապրանքը չտեսնեմ, տեսնեմ որակը ինչ է, չափսը տեսնեմ ու նոր կառնեմ։ Շատ մարդիկ այդպես կմտածեն, կուքան խանութում տեսնենք ապրանքը ու նոր գնենք։ Հա, եղել է մի երկու անգամ որ զակաց եմ տվել, բայց ասենք դա թեմուից չէ կոնկրետ։ Օրինակ ասենք ես կերտամ ինքս տելևիզի շուկայից կառնեմ, բայց երկու անգամ եղել է որ հենց այդտեղից զակաց եմ տվել, բայց նույն ապրանքը չեն ջամբր, արդեն որակի տարբերություն կա։ Ու այդպես էլ ասենք կա որ ապրանք մնացել է, չի վաճառվում։ Բայց այն ապրանքը որն որ ես կերտամ ինքս կառնեմ, բերեմ ես գիտեմ որ որակով ապրանք։ Այսպիսով, օնլայն և ներկա խանութների միջև ընտրությունը մնում է յուրաքանչյուրի անհատական որոշումը։ Ժամանակակից սպառողը փորձում է համադրել հարմարավետությունը, գինը և որակը ելնելով սեփական հնարավորությունից և կարիքից։ Անկախ ընտրությունից ակնհայտ է մեկ բան՝ օնլայն առևտուրը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը և շարունակում է զարգանալ, փոխելով գնման մշակույթն ամբողջ աշխարհում։